Բարև ձեզ։ Ինչով կարող եմ օգտակար լինել։ Սարա, Miss Սարա։ Mr. Warsham, how can I help you? Իմ օգնականն ու խորհրդատուն Mr. Արսեն։ Կարծեցի օտարերկրացիներ է։ Քրիստիս աճուրդիտում։ Իսկ ձեր աշխատասենյակի հարցը լուծվեց։ Ինչ աշխատասենյակ։ Ներեցեք։ Կընտրեմ համեցեք։ Պարոն աղայան, եթե առաջին հանդիպումից ուշացանք, երկրորդ հանդիպում էլ չի լինի։ Մանուկ, ինչ կգարցես։ Բրեդ պիտին տվիր անցած։ Գնացինք։ Գնացինք։ Կընտրեմ։ Ամեցեք։ Այս։ Հա, որ։ Հա, շատ լավ գործ է։ Թանկ է։ Հա, շատ։ Լավ։ Մի րոպե։ Հա, բայց ես պետք չի։ Բայց մեր իսկական նկարիչ է։ Հա, ես իսկական նկարիչ եմ, ուղղակի ես սենց նկարիչ եմ։ Հասկացա։ Արի, Մշակ ջան, արի։ Ես միայն ուրախ կլինեմ, որ մեր ցուցասրահում նմանատիպ լուրջ աճուրդներ կազմակերպվեն։ Դա մեծ հնչողություն կունենա։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ ոչ ոք դրա մասին պիտի չիմանա։ Աճուրդը պիտի լինի փակ, կոնֆիդենցիալ։ Ոչ։ Ես չեմ ուզում օրենքի հետ խնդիր ունենալ։ Ես էլ կապի։ Մի անհանգստացեք, ամեն ինչ օրինական է։ Պարզապես մենք ունենք հատուկ հյուրեր, որոնք բնականաբար չեն կարող հասարակ մահկանացուների հետ գտնվել նույն սրահում։ Հուսով եմ հասկանում եք։ Իսկ որն է։ Ձեր օգուտը կլինի այն, որ ձեր սրահի մասին կխոսեն ամենահայտնի բոլոր լրատվամիջոցները։ Լավ, բայց եթե Դա էլ է ճիշտ հարց, ինչպես աղմուկ անել, եթե աճուրդի մասին չեք լուսաբանում։ Մենք ցուցադրության համար ձեզ մի ամսով կտրամադրենք Հնդկաստանի ամենաերիտասարդ արքայազնի պատմանապ Սինխրի Ադամանդը, որն անվիրել էր իր սիրելիին, սակայն որից բաժանվելուց հետո որոշել է այն վաճառել մեր աճուրդում։ Մյուս տարի փետրվարի 14-ին խորհրդանշական է։ Մենք Ադամանդը առայժմ կթողնենք ձեզ մոտ, որ վստահ լինեք։ Սակայն ցուցադրության կարող եք հանել միայն վաղը, երբ մեր մասնակիցները կգան եւ կապահովեն անվտանգության բոլոր միջոցները։ Իսկ մինչ այդ խորհուրդ եմ տալիս այն պահել ձեր չհրկիզվող պահարանում։ ես եւ մեր ցուցասրահը ձեր տրամադրության տակ ենք։ Երեխեք, ունենք 2 ժամ ժամանակ։ Հա, բայց 2 ժամում ես չեմ հասցնի։ Արես ասում էի, չէ։ Ասում էի, որ սա իսկական նկարիչ չի։ 2 ժամում չես հասցնի, ուրեմն 120 րոպեում։ Հա, բայց Էրիկ ջան։ Քո ջան, ժամանակ ես կորցնում, արագացրու։ Ձայձավեն, դուք էլ չեք հացի։ Գնում եմ։ Էրիկ ջան։ Հա։ Ինչ կօգնես, չես, ես դնենք մեքենա։
Այնքան է, վերջացնես կուտես։ Դե պարոն աղան ես ձեզ մենակ թողնեմ։ Հա, գնաք ու գործի։ Ամեն դեպքում այս ականջակալը վերցրեք, եթե ինչ ես ձեզ կօգնեմ։ Գոնե ես գիտեմ թագու հետ ինչա պետք խոսել կամ ինչ պետք չի խոսել։ Այս տարիքով ես գիտեմ ինչ կնգա հետ խոսամ։ Դու գործիդ գնա։ Լավ։ Բարև Թաքուի ջան։ Ես էլ մտածում եմ չեք գա։ Չէ, շատ տրաֆիկ էր, դու համար ուշացա, գներես։ Բայց շատ ուրախ եմ, որ մենք նորեն հանդիպեցինք։ Դե չհաշված ուշացումը ես էլ եմ ուրախ։ Բարև ձեզ, ինչ որ բան կկամենաք։ Կոնյակ։ Շատ բարի։ Համաձայն եմ, լռությունը երբեմն ավելին է, քան խոսքը, բայց կարծում եմ հիմա այդ առիթը չի։ Ես կկարծեմ, որ պիտի շատ խոսաս, որ լռելու պատճառ եղնի։ Լռելու պատճառ։ Գեղեցիկ է ասված։ Փաստորեն պարոն աղանի ուղեղում ոչ միայն թվեր են։ Հա, շատ բաներ կա, բայց թվերը շատ կարևոր։ Իսկ ինձ համար թվերը միայն փաստեր են անցյալից։ Ինչքան է ապրել մարդը, ինչքան է վաստակել, ինչքան քաշ է հավաքել, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Իսկ այ ապագան գույները։ Երբեմն նույնիսկ վարդագույնի մեջ քողարկված ամենամուգ գույները կարող ես հանդիպել։ Արի ապագայի կենացը խմենք, որ շատ գույնով պիտի եղնի։ Այսինքն մեր կենացը, որովհետև ապագայի նկարիչները հենց մենք ենք, եւ մենք ենք ընտրում գույները։ Ալո, Սկսեցինք։ լավ։ Սկսեցինք։ Չեմ հավատում։ Թաքուի։ Վինսենտ, Ես էլ ասում եմ ինչի՞ ես սրա սովորականից ավելի լուսավոր։ դու Երևանում ես։ Աչքերից չեմ հավատում։ Սողոմոն, ծանոթացիր։ Իմ վաղեմի բարեկամ, լավագույն ընկեր, արվեստի մեծ գիտակ եւ սիրահար Վինսենտ Բաբայան։ Hello։ Հարգանքներս եւ նախանձներս, պարոն աղայան։ Երջանիկ մարդ եք, ամեն մեկին բախտ չի վիճակվում Թաքու հետ ռեստորանում ընտրել։ Կմիանաս մեզ։ Աչքով, եթե ջենտլմենը դեմ չի։ Ող, Դե պատմիր ինչ կա աշխարհում, արվեստում։ Դե գիտես, ինձ դից լավ գիտես, արվեստը դա գեղեցիկի մասին է, իսկ կարիք կա խոսենք գեղեցիկից, երբ գեղեցկագույնը դիմացս նստած է։ Լավ, չափազանցնում ես։ Ոչ մի գրամ չեմ չափազանցնում։ Ոչ մի գրամ։ Ճիշտ չեմ ասում, հայրիկ ջան։ Դրեզդենից թորիները տեսա։ Դրեզդենի թանգարանը։ Դա մի ուրիշ աշխարհ է։ Գիտես, շատերը կարծում են, որ Ռաֆայելի Սիքստինյան Մադոննան իր հանճարի չափիչն է։ Ասեմ ավելին, որոշ հետազոտողներ կարծում են, որ Ռաֆայելը Սուրբ Կույսին նկարել է իր սիրուհու Մարգարիտի նմանությամբ։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Ռաֆայելի տիրամոր կտավների շարքից պետք է առանձնացնել Գրանդուկայի տիրամայրը կտավը։ Փաստորեն իզուր չէ, որ Հերցոգ Ֆրիդանտ III-ը ձեռք բերելով այդ նկարը երբեք չուզեց բաժանվել դրանից։ Իհարկե։ Հետաքրքիր է։ Հայրիկ ջան, հույս ունեմ ձեզ չենք ձանձրացնում մեր
խոսակցություններով արվեստի մասին։ Չէ, ես արվեստ շատ գսիրեմ, մենակ չէ ուզեի քեզի խանգարեի։ Ես էլ վստահ եմ, որ արվեստասեր եք, այլապես ինչ գործ ունեք Թագուհու հետ։ Մի վերգան ես հիմա ետ կգամ։ Դրեզդենում հետո սկսեցի։ Մանուկ։ Պարոն աղա։ Այդ անդերբանը դու դնեմ անգաջիս։ Բա որ ասում էի։ Ասում էի։ Մի րոպե, պարոն աղայան, միած ստուգենք։ Մի րոպե։ Աննա, կապը ոնց է։ Էրիկ, բարձրախոսը միացրու մտի Google։ One, two, three. Պարոն աղային, ես դες հիանալի լսում եմ։ Բայց ամեն դեպքում Դրեզդենի պատկերասրահում ամենաչքնաղ նկարը Ջորջոնեի քնած Վեներան էր։ Ափսոս, որ Ջորջոնեից մեզ են հասել քիչ գործեր։ Ջորջոնեից։ Լավ է գոնե 1958 թվին Վենետիկում տեղի ունեցած ցուցահանդեսը նվիրված Ջորջոնեին հնարավորություն տվավ իրան գործերից մի քանիսը գտնել, որ մինչ այդ վիճելի էր։ Հետաքրքիր է, դրա մասին ես ոչինչ չէի լսել։ Սակայն ավելի հաճախ հանդիպում են գործեր, որ ոչ թե հեղինակներ չունեն, այլ մի քանի հեղինակներ ունեն։ Օրինակ, Շիշկինի «Առավոտը Սոջիների անտառում» նկարը։ իրականում նկարում պատկերված արջերը նկարել է Կոնստանտին Սավիցկին։ Կամ ասենք Այվասովսկին եւ Ռեպինը նկարել են Պուշկինի Սև ծովի ափի նկարը, որտեղ Այվասովսկին նկարել է ծովը։ Իսկ Պուշկինին Ռեպինը։ Իսկ Ռեպինան Պուշկինին։ Իսկ ինչ եք կարծում, արժե արդյոք մի շտրիխի համար նկարին երկու հեղինակ վերագրել։ Ամեն դեպքում հենց այդ շտրիխերն են նկարը ամբողջական դարձնում, հետևաբար կարծում եմ, որ այո։ Իսկ ինչ եք կարծում, ով է լուսնի վրա ոռնացող գայլը կտավի հեղինակը։ Ես կարծում եմ, այդտեղ վերածննդի 3 գիգանտներն էլ կան։ Մեծ նկար չկա։ Չկա որ ասում է։ Հազար անգամ թագուն աստծի չջրի կանաս։ Բայց ինչու միայն դա։ Նույն դրամաբանությամբ կարելի է խոսել լուսնու ծովախոսուկը կտավից։ Նույն դրամաբանության կարելի է ասել նաև լուսնու ծովախոսուկը նկարի մասին։ Հենց այդ կտավի մասին իմիջայլոց ասել է հանրահայտ կոմպոզիտոր Օտավիա Ֆալցետը։ Նա ասել է գեղանկարչությունը երաժշտության մի յուրահատուկ ժանր է, Որտեղ աչքերը փոխարինում են ականջներին։ Հա, որտեղ աչքերը կփոխեր անգաջներին։ Նման մի միտք էլ ասել է Կվինտետ Լա Սիմֆոնին, դիրիժորն էլ նկարիչ է, ով իր ներկերին հուշում է, թե որը որտեղում պետք է լինի։ Ամեն դեպքում առաջարկում եմ դադարենք խոսել արվեստից, մանավանդ որ իմ տեսած ամենագեղեցիկ պատկերը ոչ թե թանգարանի պատին է, այլ իմ դիմաց նստած։ Դե լավ, պարոն Աղայան, ամաչացնում եք։ Ես լրիվ համաձայն եմ, մանավանդ որ ամենագեղեցիկը պարզ է դառնում համեմատության մեջ։ Իսկ Թագոյին անհամեմատելի է։
Ադենավ ես գնամ։ Ուրախ եի, որ հանդիպեցինք։ Նմանապես։ Կտեսնեմ։ Միշտ հանդիպում, պարոն աղայան։ Goodbye։ Սողոմոն, չգիտեի, որ արվեստի սիրահար եք։ Ես էլ չգիտեի։ Օ, դեպիս արդեն պիտի գնամ միջոցառումը շուտով կսկսի։ Եթե ցանկություն ունեք, կարող եք ինձ հետ գալ։ Հա, գուկամ։ Նույնիսկ չեք հարցնում, թե ուր։ Քեզ է թեկուզ դժոխք։ Չէ, ես քու հետևից գուկամ ուրդեղ օրետա։ Քեզ հետ նույնիսկ դժոխք։ Կճետ սատանայի հետ ուրիշ ուր կարելի էր գնալ։ Ում համար սատանա, ում համար հրեշտակ։ Ես վերջացրի։ Ապրես։ Իգնայք եւ պարոնայք հարգելի ներկաներ, հաջորդ թիվ ձեզ եմ ներկայացնում մեր այսօրվա ջուրդի վերջին 33-րդ լոտը։ Եվ այսպես, ավստրիացի աշխարհահռչակ գեղանկարիչ Էգոն Շիրլեին նստած աղջիկը կտավը համաշխարհային գեղանկարչության գլուխգործոցներից։ Հիշեցնեմ բարեկամներ, որ կտավը արվել է 1917 թվականին, չափսը 65-80 սանտիմետր է, նյութը թուղթ ջրաներկ։ Նախնական արժեքը 55,000 ԱՄՆ դոլար։ Տեղեկացնեմ, որ յուրաքանչյուր քայլը կարժենա 5,000 ԱՄՆ դոլար։ Դե ինչ, բարեկամներ, նախնական արժեքը տրված է։ Տեսնենք ովքեր են համաձայն այս արժեքի հետ։ 1, 2, 55,000 ԱՄՆ դոլար համար 38 մասնակիցը, դափարենք ճշմարիտ արվեստը բարձր գնահատողին։ Ուրիշելով կարող էր գնահատել արվեստի իսկական գործը, եթե ոչ Վինսենթը։ Միշտ եմ միացել նրա գեղարվեստական բարձր ճաշակով։ 55,000 60,000 ԱՄՆ դոլար, տվեց 46 համարի մասնակիցը մեծ դավարությունները, 60,001, 60,002, 60,000, 65,000 կրկին, 38 համարի մասնակիցն է տալիս և կարծես թե նստած աղջկա համար պայքարը շարունակվում է, 65,001, 65,002, 65,000, 70,000 ԱՄՆ դոլար, 94 մասնակիցը Միևնույն է, ով ինչ թիվ էլ ասի, Վինսենթը ավելի բարձր թիվ է ասելու, ձեռքից բաց չի կարող թողնել այս արվեստի գործը։ 70,000, 75,000 ԱՄՆ դոլար, 75,001, 75,002, 100,000 Վաու, 100,000 ԱՄՆ դոլար, Էգոն Շիրլեին նստած աղջիկը կտավի համար, 100,001, 100,002, 100,003, հաջորդի կանոնների համաձայն կտավը վաճառված է։ Չեմ հավատում, Սողոմոն, դու։ Քեզ համար նվեր եմ արել։ Դե, ինչպես ասում են, հարգելի գործընկերներ, հուսով եմ գոհ եք մեզնից։ Առայժմ այո։ Արքայազն Սինխի ադամանդի համար կարող եք չանհանգստանալ, ես այն աչքի լույսի պես կպահեմ։ Հա ու խնդրում եմ առանց ֆոկուսների։ Մենք հետևում ենք ձեր յուրաքանչյուր քայլին։ Բայց իմ սենյակում թաքնված տեսախցիկներ չկան։ Արդեն կան։ Կհավատայիք մեզ, եթե առանց անվտանգության կանոնները հաշվի առնելու վստահեինք ձեզ ադամանդը։ Երևի ոչ։ Խնդրում եմ հիշեք, որ գլխով եք պատասխանատու ադամանդի համար։ Այսօր մեր համար կրկնակի տոն է։ Համ հերթական օպերացիան ստացվեց, համ էլ աղայանը վերջնականապես տարվեց թագուիով։ Մենակ աղայանը չի տարվել։ Լավ եք, պարոն աղայան։ Հա, բոլորը կասեն լավ են, բայց ես կզարմանամ, որ այս տարիքին
ես սիրարվեմ եւ ամուսնանամ մեկի հետ։ Երբեք էլ ուշ չի երջանիկ լինելու համար։ Ուրախ եմ ձեզ համար։ Տիգին աղավնի, ինչ կարծես։ Մեկը կանա ինձ հետ սիրարվի, ինձ հետ ամուսնանա առանց իմ փողս։ Իսկ դուք։ Իսկ դուք ինչ։ Իսկ դու կանաս իսկական սիրել։ I really don't know, lady. I really don't know. Ինչ ես կարծում, այս մեծ միսը ձկների համար երջանկություն, թե խնդիր։ Դե եթե կարողանան ուտել, ուրեմն երջանկություն։ Եթե։ Իսկ եթե չկարողանան ուտեն, սոված կսատկեն։ Եթե իհարկե ձկներիդ մեջ չկան այնպիսիներն, ում դու թերագնահատում ես։ Բայց ձկներին ինչին է պետք գնալ ռիսկի, Հետո ձկները շատ են։ Շատ։ Բայց դու մնացածների հետ ինչ խնդիր ունես։ Չունեմ։ Ուղղակի նայ, իրանք բոլորով մի ակվարիումի մեջ են։ Ու եթե մարդ ես, ենթադրենք, այդ ակվարիումը վնասվի, դու չգիտես, թե որ ձուկը ինչքան կտուժի։ Հայրիկյան, ասել եմ, որ այդ պարտքը տալու եմ։ Ուրեմն կտամ։ Առասարակ ինձ թվում է, որ իմ գումարի մասին ես պիտի խոսամ ու ասեմ, երբ պիտի տաս։ Հատկապես, որ մի տարի սպասում եմ պարտքից։ Հա, մի տարի սպասել ես, մի շաբաթ է սպասի։ Կամ աղայանին տալիս ես ինձ, կամ հենց այսօր ամբողջ պարտքը վերադարձնում ես։ Հակառակ դեպքում հովտարի հետ դժբախտ պատահարներ են սպասվում։ Բայց դու մնացած հետ ինչ գործ ունես։ Ես։ Ոչ մի գործ չունեմ։ Հայդե բարի ֆիքսենք, հա։ Որ եթե ինչ-որ մեկի հետ, ինչ-որ բան պատահի, ես ոչ մի գործ չունեմ։ Եվս մեկ անգամ։ Եթե Զավենի, Դավիթի, Էրիկի ու մանավանդ Աննայի հետ ինչ-որ մի բան պատահի, ես ոչ մի կապ չունեմ։ Այդքան բան ձկների մասին գիտես, բայց տենց էլ չհասկացար, որ ձկնորսիս խայծ ընդամենը մի քայլ է։ Դու ունես համարյա 24 ժամ։ Ու ինչքան լեզվիդ տաս, քո ժամից է գնալու։ Հայդե, պաղայան պարտքի դիմաց գործարքը դեռ ուժի մեջ է։ Ուրեք։ Դուք ինձ պետք եք։ Ու հենց հիմա։ $452,000 48,000 պակասում է։
Մանուկ ավելորդ բաներ ես խոսում։ Այս փողին ոչ մեկը մատով չի դիպել։ Փողից չէ։ Պարքից ես։ Չպարք։ Ես այսօր պետք է Հայրիկյանին պարքը տամ։ Ասում էիր մինչև օպերացիան չավարտենք, ես փողերին կպնել չկա։ Կամ այսօր պարքը տալիս եմ Հայրիկյանին, կամ պարքի փոխարեն տալիս եմ աղայանին։ Չեմ ուզում հավատալ, որ այս ամեն ինչը քո պարտքերը տալու համար էր։ Անիմաց դուրս ես տալիս։ Մանուկ, սա մեր անվտանգության բարձիկն է։ Պետք չի սրան ձեռք տալ։ Եթե օպերացիան չստացվի, մենք կմնանք առանց գրոշի։ Կստացվի, ձյաձ Զավեն, հաստատ կստացվի։ Բայց եթե ես այդ պարտքը այսօր չտամ, այդ օպերացիան առանց ինձ եք շարունակելու։ Ու ես այդ ժամանակ վստահ չեմ, որ ձեր մոտ ինչ-որ բան կստացվի։ Թե մտածում եք, որ առանց ինձ կարա գլուխ անեք։ Դե խոսացեք, ձեն անեք։ Ո՞վ է ձեր մեջ այն պայծառ ուղեղը, որ կարա պլաններ մտածի ու դրան կառավարի։ Հը։ Դե խոսացեք։ Ձեն անեք։ Հավատացեք, այս ամեն ինչը ես ձեր համար եմ անում։ Մենք այսօր կլրացնենք այդ պակաս գումարը։ Ես կազատեմ Հայրիկյանից ու երդվում եմ, երբ որ այս ամեն ինչը ավարտվի, ես իմ բաժնից այդ գումարները ձեզ հետ վերադարձնեմ։ Հա։ Ձեն անեք։ Ուշադրություն, ուշադրություն։ Տիկնայք եւ պարոնայք, հարգելի հանդիսատես, շոուն շարունակվում է։ Թույլ նյարդերով մարդկանց եւ հղի կանանց խնդրում եմ ազատել դալիճը։ Իսկ նրանք, ովքեր մնում են, խնդրում եմ պատասխանել հեկ խեղկատակի սպառզունակ հարցին։ Թագավորներն են արդյոք երջանիկ, թե նրանք, ովքեր թագավոր ունեն։ Վաճառել կովին 1 լիտր կաթով։ Դուք ինչպես կուզեք, ես համաձայն չեմ։ Գնացինք։